Ազդեցիկ խաղացողներ, նոր ուժեր եւ դեռ ձևավորվող նախաձեռնություններ։ Շարունակում ենք ներկայացնել ազգային ժողովի ընտրության ցուցակն ու վարչապետի թեկնածուների անունները։ Ցուցակի 10-րդ համարը Հայ ազգային կոնգրեսն է։ Ղեկավարն ու գաղափարական առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն է, սակայն նա ցուցակում չկա։ ՀԱԿ վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ 11-րդ համարում Հանրապետություն կուսակցությունն է։ Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը տեղեկացրել է վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ Հայաստանի խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքներ պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ։ 12-րդ ցուցակով Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է, որի ղեկավարը Լևոն Շիրինյանն է։ 2018-ի ընտրության արդյունքով կուսակցությունը խոստացել է սատարել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, սակայն նաև հանդես գալ որպես արտախորհրդարանական ուժ երկրում ժողովրդավարական սկզբունքների պահպանումն ապահովելու համար։ 13-րդը Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն է, որի ղեկավարը Հայաստանի ազգային ժողովի նախկին падգամավոր Բարգավաճ Հայաստանի նախկին անդամ Տիգրան Ուրիխանյանն է, որի գրանցումը ԿԸՀ-ն մերժել է։ 14-րդը ժողովրդավարական համախմբում կուսակցությունն է, նախագահն է Սուրեն Պետրոսյանը, որը սրբազան պայքարի առաջին շարքերում էր, բայց 2024 թվականի հունիսին ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներից հետո առանձնազրույց էր ունեցել ԱԱԾ աշխատակիցների հետ ու հեռացել Հայաստանից։ Դրանից հետո Սուրեն Պետրոսյանն այլևս տեսանելի չի եղել սրբազան պայքարի շարքերում։ 15-րդը Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունն է, բոլորին հայտնի ԴՕԿ-ը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Բայց այստեղ էլ ԿԸՀ-ն նրա թեկնածությունը չի գրանցել, քանի որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։ 16-րդը իշխող քաղաքացիական պայմանագիրն է։ Արդեն 8 տարի իշխանության ղեկին գտնվող ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավակնում է երրորդ անգամ պահպանել իր դիրքերը։ Քաղաքական ուժը, որի օրոք պատերազմում պարտություն, տարածքային կորուստներ եւ Արցախի հայաթափում է եղել, շարունակում է խոսել խաղաղության մասին եւ ներկայանալ որպես խաղաղության երաշխավոր ուժ։ 17-րդը Հայաստան կուսակցությունների դաշինքն է, կազմում Հայ հեղափոխական դաշնակցությունը, առաջ Աչակենտրոն կուսակցությունը։ Այս դաշինքը, որը ղեկավարում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այս պահին խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժն է։ 18-րդը Հանուն Հանրապետության կուսակցությունն է, նաև հայտնի որպես ժողովրդավարության պաշտպանների դաշինք։ Կուսակցության առաջնորդն է Արման Բաբաջանյանը, որը նախկինում գործակցել է Լևոն Շիրինյանի հետ, ներկայանում է որպես արևմտամետ ուժ։ Եվ վերջինը 19-րդը Լուսավոր Հայաստան կուսակցությունն է, Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, ով տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդես էր գալիս ելք դաշինքով։